Բարև Շանտի եթերում լրատվության ժամ է հուլիսի 10-ը ուրբաթ։ Ամերիկյան ճարտարագիտական խորհրդատվական AECOM ընկերության թիմը Հայաստանում ուսումնասիրել է թրիպի տեղանքը, հայտնում է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը։ AECOM-ի թիմը եւ Հայաստանի կառավարության գործընկերներն ուսումնասիրեցին թրիպի տեղանքը, երկաթգծի եւ այլ ենթակառուցվածքների ձևավորման նպատակով, ինչը կաջակցի տնտեսական աճին, փոխկապակցվածությանը եւ տարածաշրջանային ինտեգրամանը, ասվում է դեսպանատան հաղորդագրությունում։ Թրամփը պետք է օգնի բացել հայ-թուրքական սահմանը։ Այսպիսի վերնագրով հոդված է հրապարակել Washington Times թերթը։ Հեղինակը ամերիկացի վերլուծաբան եւ քաղաքական մեկնաբան Դարեն Սփինքն է, որը մասնագիտացած է արտաքին քաղաքականության, ազգային անվտանգության եւ կենտրոնական ու արևելյան Եվրոպայի, ինչպես նաեւ հարավային Կովկասի հարցերում։ Պարբերականի դիտարկմամբ Միացյալ Նահանգների նախագահան արդեն իսկ ցույց է տվել, որ ամերիկյան ղեկավարությունը կարող է ձևավորել հարավային Կովկասի ապագան։ Հրապարակման առավել ուշագրավ հատվածները ռեպորտաժում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը այս շաբաթ Թուրքիայում էր, մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, բայց ի սկզբանե հայտարարել էր, որ ինքն այնտեղ գնում է միայն հարգելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանին։ Թուրքիայի նախագահի հետ ունեցած հարաբերություններն էլ նկատի առնելով Washington Times թերթի հոդվածագիր վերլուծաբան Դարեն Սփինքը գրում է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պետք է օգտագործի այդ հարաբերությունները աջակցելու Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը։ Նախագահ Թրամփն արդեն ցույց է տվել, որ ամերիկյան առաջնորդությունը կարող է ձևավորել հարավային Կովկասի ապագան։ Այս շաբաթ ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովի համար Թուրքիա կատարած այցից հետո նա պետք է նույն գործնական մոտեցումն օգտագործի, օգնելու բացել Հայաստան-Թուրքիա սահմանը եւ ամրապնդելու Միացյալ Նահանգների դիրքերը ռազմավարական կարեւորություն ունեցող տարածաշրջանում։ Նա հիշատակում է, որ 2025 թվականի օգոստոսին Թրամփը Սպիտակ տուն հրավիրեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, օգնելով նրանց տարիների հակամարտությունից հետո հասնել պատմական բեկման։ Այդ համաձայնության արդյունքում ձևավորվեց թրիփի նախաձեռնությունը, գործնական ծրագիր, որի նպատակն է դիվանագիտական ձեռքբերումները վերածել տարածաշրջանի եւ Միացյալ Նահանգների համար նշանակալի տնտեսական հնարավորությունների, նկատում է հեղինակը։ Եվ ահա այժմ ըստ նրա այդ մոդելը կարող է օգտագործվել հայ-թուրքական սահմանը բացելու համար։ Նախագահ Թրամփը պետք է նույն մոտեցումը կիրառի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ հարաբերություններում։ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը կօգնի խաղաղությունը վերածել շոշափելի տնտեսական առաջընթացի եւ Միացյալ Նահանգներին ավելի ազդեցիկ դեր կապահովի ավելի կայուն հարավային Կովկասում։ Դարեն Սփինքը անդրադառնում է պատմությանը, թե ինչպես 1993-ին Թուրքիան փակեց սահմանը, աջակցություն հայտնելով Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի ժամանակ։ Ավելի քան 30 տարի Հայաստանն ու Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չեն ունեցել, բայց այժմ կա այդ հնարավորությունը։ Տարածաշրջանը փոխվել է։ Միացյալ Նահանգների աջակցությամբ Հայաստանն ու Ադրբեջանը զգալիորեն մոտեցել են խաղաղությանը։ Հայաստանն ու Թուրքիան նույնպես քայլեր են ձեռնարկում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ներառյալ հատուկ ներկայացուցիչների միջոցով բանակցությունները եւ առևտրի դյուրացման ուղղված քայլերը։ Այժմ անհրաժեշտ է բարձր մակարդակի քաղաքական աջակցություն, որպեսզի հնարավոր դառնա սահմանի բացումը։ Թրամփը կարող է նպաստել այդ գործընթացին։ Դարեն Սփինքը բացատրում է այն առավելությունները, որոնք կարող են լինել Հայաստանի, Թուրքիայի եւ հենց Միացյալ Նահանգների համար։ Մասնավորապես Հայաստանի համար սահմանի բացումը նաեւ 85 միլիոնանոց հարևան շուկա ուղղակի մուտք ունենալու հնարավորություն է։ Այն կնվազեցնի Եվրոպա ու միջերկրական ծովի առևտրային ուղիներ հասնելու ծախսերը։ Այն կարող է նաեւ նպաստել երկարաժամկետ էներգետիկ համագործակցությանը, Հայաստանին ապահովելով ավելի կայուն տնտեսական ապագա։ Թուրքիայի դեպքում եւս ըստ նրա առավելություններն ակնհայտ են։ Կշահի սահմանային առևտրից, նոր ենթակառուցվածքային նախագծերից եւ Եվրոպայի եւ հարավային Կովկասի միջև հաղորդակցությունների բարելավումից։ Դա նաեւ ցույց կտա, որ Անկարան կարող է ՆԱՏՕ-ի դաշնակցի իր ազդեցությունն օգտագործել Դաշինքի հարավարևելյան թևում կայունությունը խթանելու համար։ Հոդվածագիրը առավել համոզիչ է համարում Միացյալ Նահանգների համար հայ-թուրքական սահմանի բացման ռազմավարական պատճառները։ Հայաստան-Թուրքիա բաց սահմանը կավելացնի Միացյալ Նահանգների աջակցությամբ իրականացվող թրիփ ծրագրի արժեքը։ Ամերիկացի ներդրողների համար ավելի լավ կապերով Հայաստանը շատ ավելի գրավիչ կլինի, քան դեպի ծով ելք չունեցող եւ սահմանափակ ցամաքային հաղորդակցություններ ունեցող շուկան։ Նկատի առնելով ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների գործունեությունը Հայաստանում, նա մատնանշում է մեծ ներդրումներ անելու հնարավորությունը։
Բաց սահմանը այս եւ ապագայում ներդրում կատարող մյուս ընկերություններին ավելի ամուր հարթակ կտա տարածաշրջանային շուկաներում գործունեություն ծավալելու համար։ Տրանսպորտային ծախսերի նվազեցումն ու մատակարարման ավելի հուսալի ուղիները կհեշտացնեն գործունեության ընդլայնումը եւ երկարաժամկետ ներդրումներից եկամուտ ստանալը։ Դա նաեւ ցույց կտա, որ ամերիկյան առաջնորդությունը կարող է ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանում ստեղծել առևտրային հնարավորություններ առանց զորքեր տեղակայելու կամ անսահմանափակ ֆինանսական պարտավորություններ ստանձնելու։ Հոդվածի հեղինակը չի շրջանցել հայոց ցեղասպանության հարցը եւ ասել, որ այդ իրադարձությունները խորապես զգացվում են աշխարհի տարբեր կողմերում ապրող հայերի շրջանում։ Սահմանի բացումը չի ջնջի անցյալը եւ ոչ մի հայ առաջնորդ չի կարող մարդկանց խնդրել մոռանալ այն, սակայն սահմանի փակ պահելը նույնպես չի բերել ոչ արդարություն, ոչ անվտանգություն։ Այն միայն բաժանել է համայնքներին եւ խորացրել փոխադարձ անվստահությունը։ Ըստ նրա, անցյալը չպետք է խանգարի ավելի լավ ապագայի կերտմանը, եւ Թրամփը պարտավոր չէ ամեն ինչ սկսել զրոյից, որպեսզի օգնի բացել սահմանը։ Բանակցությունները արդեն ընթանում են։ Սկզբում սահմանը կարող է բացվել երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար։ Կարող են ավելի հեշտ կազմակերպվել բեռնափոխադրումները եւ ուղիղ առևտուրը։ Այնուհետև կարող են վերականգնվել տրանսպորտային կապերը, իսկ հաջորդ փուլում սահմանվել լիարժեք դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ժամանակացույց։ Հոդվածագիրը նաև նշում է, որ Հայաստանն ու Թուրքիան պետք է իրենք կնքեն այդ համաձայնությունը, բայց Թրամփը կարող է օգնել։ Այժմ, երբ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն ավարտվել է, նախագահ Թրամփը պետք է հստակ հայտարարի, որ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը բխում է նաև Թուրքիայի շահերից եւ Անկարային կառուցողական դեր կտա ավելի կայուն Հարավային Կովկասում։ Այսպիսով նա կամրապնդի Միացյալ Նահանգների դիրքերը Հարավային Կովկասում եւ ցույց կտա, որ ամերիկյան առաջնորդությունը կարող է ապահովել շոշափելի տնտեսական արդյունքներ։ Հոդվածը եզրափակում է Դարեն Սփինքը։ Քրիստիան Լագուլյան, Հորիզոն։ Այսօրվանից ուժի մեջ է մտնում նոր կարգավորում, որով ֆիզիկական անձինք այլևս չեն կարող Հայաստանից առևտրային քանակներով արտահանել բուսասանիտարական վերահսկողության ենթակա բեռներ։ Փոփոխության նպատակը հետագծելիության ապահովումն է, որպեսզի հնարավոր լինի վերահսկել ծագումը եւ կանխել անորակ արտադրանքի արտահանումը։ Ինչու է ընդունվել այս որոշումը, ինչ խնդիրներ են արձանագրվել մինչ այժմ եւ ինչ սահմանափակումներ են գործելու քաղաքացիների համար։ Եթե մինչև այժմ կարող էիք ձեզ հետ երկրից դուրս տանել անսահմանափակ քանակությամբ թարմիրք, բանջարեղեն եւ բուսասանիտարական վերահսկողության ենթակա այլ ապրանքներ, այսուհետ կարող եք տեղափոխել առավելագույնը 5 կիլոգրամ, իսկ դրանից ավելի առևտրային քանակով արտահանում կարող են իրականացնել միայն իրավաբանական անձիկ, քանի որ Սննդի անվտանգության տեսչական մարմինը հայտնաբերել է, որ ֆիզիկական անձիկ արտահանում իրականացնում են առևտրային նպատակով։ Միայն անցած տարի շուրջ 2000 այդպիսի դեպք է հայտնաբերվել։ Այսինքն այդ ոլորտում մասնագիտացված որոշ գործարարներ ֆիզիկական անձանց անվտանգ իրականացնում են արտահանում եւ բնականաբար Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացնում է ոչ ճշգրիտ տեղեկատվություն։ Այդ տեղեկություններն օգտագործվում է Հայաստանից արտահանվող յուրաքանչյուր բեռի համար տրամադրվելիք բուսասանիտարական սերտիֆիկատներ պատրաստելու համար։ Տեսչական մարմնի սահմանային պետական վերահսկողության համակարգման բաժնի պետի տեղակալ Մեսրոպ Գրիգորյանի խոսքով արդյունքում ստացվում է, որ սխալ տեղեկություն է ներառվել սերտիֆիկատներում, ինչը կարող է արտահանման համար խնդիրներ գեներացնել։ Ուստի ՍԱՏՄ-ն եկել է այն որոշմանը, որ այլևս ֆիզիկական անձիկ արտահանում չեն իրականացնելու։ Դրա հնարավորությունը կունենան միայն իրավաբանական անձիկ։ Ֆիզիկական անձած կողմից անձնական օգտագործման նպատակով տեղափոխվող բուսասանիտարական ենթահսկման արտադրանքի ընդհանուր քաշը չի կարող գերազանցել 5 կիլոգրամը, ինչու հենց այդքան Գրիգորյանը պարզաբանում է, դա պայմանավորված է օրենսդրությամբ եւ միջազգային պրակտիկայով։ Որպես կանոն ընդունված է, որ ֆիզիկական անձիկ անձնական օգտագործման համար հենց 5 կիլոգրամ պետք է տեղափոխեն, բայց մենք բաց ենք այդ հարցում, եթե մեր ուսումնասիրությունների արդյունքում եթե պարզվի, որ այլ պետությունները պատրաստ են ավելի մեծ քանակություն ընդունել ֆիզիկական անձանց հաշվով, որևէ խնդիր չի լինի մեր կողմից եւ մենք այդ համապատասխան փոփոխությունները կիրականացնենք։ Գրիգորյանը մեկ այլ խնդիր է մատնանշում, կան դեպքեր, երբ արտահանման ժամանակ հայկական ընկերությունները չեն ներկայանում հսկողության տվյալ պետությունում, որից հետո նրանք ծանուցում են ստանում հսկողության չներկայանալու հետ կապված։ Իսկ ֆիզիկական անձանց դեպքերում հնարավոր է հենց այդ մի անգամ արտանում են արել, հետագայում որ մենք գնում ենք արդեն հետագծելիության ճանապարհով այդ անձի մոտ, ինքը ասում է ես որևէ կապ չունեմ արտանման գործընթացի հետ։ Եվ վերջապես ինչ պատիժ է սահմանվում այն ֆիզիկական անձանց, ովքեր 5 կիլոգրամից ավել բուսասանիտարական վերահսկողության ենթակա բեռներ կարտահանեն։ Դրա համար մենք ուզում ենք իրավաբանական անձանց հետ աշխատենք, որ իրանք պատասխանատվություն կրեն, եթե օրենքի խախտումը տեղի ունեցա։
Մարդկան շրջանում նաև քննարկումներ կան, արդյոք ընտանիքով երկրից մեկնելու պարագայում կարող է յուրաքանչյուր անդամ տեղափոխել 5 կիլոգրամ բուսասանիտարական վերահսկողության ենթակաբեռ։ Սա ՏՄ-ից պարզաբանում են։ Այո, նույնիսկ 2-3 կիլոգրամ ավել բեռի դեպքում խնդիրներ չեն լինի։ Տեսչական մարմինը տնտեսվարողներին եւ քաղաքացիներին կոչ է անում արտահանման գործընթացը կազմակերպել բացառապես սահմանված պահանջներին համապատասխան, նախապես հստակեցնելով արտահանվող արտադրանքի նկատմամբ կիրառվող բուսասանիտարական պահանջները։ Մարինե Դվոյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։ Թվարկման այս հատվածում աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները ներկայացնենք։ Ուկրաինական անօթաչուների հարվածից հետո Ռուսաստանում Սարատովի նավթավերամշակման գործարանը անորոշ ժամկետով դադարեցրել է աշխատանքը։ Այս մասին հայտնում է Reuters-ը հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրների։ Գործակալության աղբյուրների փոխանցմամբ անօթաչուները հարվածել են գործարանի նավթի առաջնային վերամշակման կայանին, որը օրական մինչև 20,000 տոննա հումք էր վերամշակում։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ հուլիսի 8-ին հարվածի տակ է հայտնվել հենց Ռոսնեֆթին պատկանող Սարատովի նավթավերամշակման գործարանը։ Հատկապես վերջին շրջանում ուկրաինական զինուժը ինտենսիվորեն հարվածում է ռուսական ենթակառուցվածքներին։ Իրանն ու Միացյալ Նահանգները նոր հարվածներ են հասցրել միմյանց, մասնավորապես Իրանի զինված ուժերը հարվածել են Պարսից ծոցի երկրներում տեղակայված Միացյալ Նահանգների ռազմական ենթակառուցվածքներին ի պատասխան Իրանի հարավային առափնյայի արևելյան նահանգների Միացյալ Նահանգների հասցրած հարվածների։ Ավելի ուշ իրանական լրատվամիջոցները հաղորդել են, որ պայթյուններ են եղել Բուշերում, որտեղ գտնվում է երկրի ատոմային էլեկտրակայաններից մեկը, նաև Քոնահարաքում եւ Բանդար Աբասում։ Հիշեցնենք, որ այս շաբաթ երկու կողմերը հայտնել են, որ հարվածներ են հասցրել միմյանց, իսկ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ամերիկայի նախագահը հայտարարեց, որ Իրանի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը ավարտված է։ Այդուհանդերձ ամերիկյան կողմից պնդում են, որ իրենք հավատարիմ են մնում Իրանի հետ հարաբերությունների կարգավորման ուղի գտնելու հանձնարարությանը։ Մինչդեռ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հայտարարում են, որ Միացյալ Նահանգների հարվածներն ու նավարկությունը Հորմուզի նեղուցով ուղղորդելու նպատակով իրականացված միջամտությունը խոչընդոտում է նեղուցի վերաբացման գործընթացին։ Ամերիկյան Wall Street Journal պարբերականը հաղորդել է, որ Իսրայելը վերջերս Միացյալ Նահանգների նախագահ Թրամփին տեղեկացրել է, որ հետախուզական տվյալներ ունի, ըստ որոնց Իրանը ծրագրում է մահափորձ կատարել նրա դեմ։ Պարբերականը նշել է, որ տեղեկությունները կարող են հանգեցնել Միացյալ Նահանգների դիրքորոշման կոշտացմանը, Իրանի հետ հակամարտության հետագա սրմանը։ Լրատվամիջոցը գրել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շարունակում է հանդես գալ Իրանի դեմ ռազմական գործողությունների օգտին, մինչդեռ Թրամփը մինչ վերջերս նախընտրում էր խնդրի դիվանագիտական լուծումը, մտավախություն ունենալով, թե հակամարտության սրումը կարող է լուրջ տնտեսական հետևանքների բերել։ Միացյալ Նահանգների կառավարությունն ու Իրանը դեռևս չեն արձագանքել մահափորձի վերաբերյալ այս պնդումներին, բայց Վաշինգտոնը նախկինում նշել էր, որ կանխել է Թրամփի դեմ Իրանի կողմից կազմակերպված մի քանի մահափորձ, իսկ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Թրամփը հայտարարեց, որ Իրանն իրեն ներառել է թիրախների ցանկում։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կաթսը հայտարարել է, որ իսրայելցի զինվորականները պատրաստ են անհրաժեշտության դեպքում դարձյալ հարվածել Իրանին սպառնալիքները վերացնելու նպատակով։ Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է Իրանում արշավի վերսկսման, եթե հարվածները շարունակելու անհրաժեշտություն առաջանա, կշարունակեն եւ կհարվածենք ավելի մեծ ուժով, մասնավորապես ասել է Կաթսը։ Հիշեցնենք, որ նախորդ օրերին Իրանն ու Միացյալ Նահանգները դարձյալ հարվածել են իրար Հորմուզի նեղուցում առևտրային նավերը թիրախավորելու պատճառաբանությամբ Միացյալ Նահանգները դարձյալ հարվածեց Իրանին, որն ի պատասխան գրոհել է Քաթարի, Քուվեյթի, Բահրեյնի, Հորդանանի տարածքներում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտները։ Թուրքական լրատվամիջոցներից մեկը հայտնել է, որ Թուրքիան Պարսից ծոցի երկրներից մեկին է վաճառել ժամանակին Ռուսաստանից ձեռք բերված S-400 զենիթահրթիռային համակարգերը։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով հայտնել է, որ դա զգայուն թեմա է, բայց իրենք այդ թեմայով թուրքական կողմից շփումներ ունեցել են։ Նա այդ կերպ է պատասխանել, երբ նրան հարցրել են, թե արդյոք Անկարան դիմել է Մոսկվային վաճառքի թույլտվություն ստանալու համար։ Անտանելի շոքերի պատճառով երկրորդ անգամ վտանգի ամենաբարձր կարմիր մակարդակն է հայտարարվել Ֆրանսիայի մի շարք հատվածներում, այդ թվում Փարիզում։
Ֆրանսիայի մյուս հատվածը գտնվում է վտանգի դարձյալ բարձր, բայց նարնջագույն մակարդակում։ Սա աննախադեպ է, որ երկրում տարվա մեջ երկրորդ անգամ կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվում, ընդ որում ընդամենը 3 շաբաթվա ընթացքում։ Օդերևութաբանների կանխատեսումներով առաջիկա հանգստյան օրերին Փարիզում օդի ջերմաստիճանը կարող է գերազանցել 35-ը։ Ընդհանուր առմամբ շաբաթ օրը եղանակային առավելագույն վտանգի ռեժիմը կգործի երկրի 24 դեպարտամենտներում, որոշ շրջաններում ջերմաստիճանը կարող է հասնել 41-ի։ Հիշեցնենք, որ դեռ Ֆրանսիայի առողջապահության նախարարը հուլիսի 3-ին էր հայտնել, որ պետության տարածքում ավելի քան 2000 բնակիչ մահացել է մեկ շաբաթվա ընթացքում։ Դավիթ Հարուշանյանը հրաժարվել է Հայաստանի ազգային ժողովի падգամավորի մանդատից եւ շարունակելու է իր գործունեությունը որպես Շիրակի մարզպետ։ Այս մասին նա հայտնել է Facebook-յան իր էջում։ Գրառման մեջ նշելով, որ շարունակելու եմ առավել մեծ հաստատակամությամբ, հետևողականությամբ եւ վճռականությամբ աշխատել հանուն Շիրակի զարգացման, նոր ծրագրերի իրականացման, ենթակառուցվածքների բարելավման եւ մեր մարզի ու սիրելի Գյումրիի առաջընթացի։ Գյումրիի Լողարանը ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը փակ կմնա մինչև սեպտեմբեր։ Սա նոր ժամկետն է վերանորոգումների ավարտի։ Մարզադպրոցը չի գործում անցած տարվա դեկտեմբերից։ Նախագծում ընթացիկ փոփոխությունները աշխատանքների տեմպերի վրա ազդում են։ Լողարանի վերանորոգման ծրագիրն իրականացվում է քաղաքի բյուջեի միջոցներով։ Վերանորոգումների մեկնարկի 4 ամիս անց շինարարը պատերի խոնավությունից քայքայված շերտն է մաքրել։ Նոր սվաղ է հիմա պատերին։ Առաստաղի մետաղական ժանգոտված կոնստրուկցիաների մի մասն է մնացել ներկելու։ Վտանգավոր բարձրության վրա զգուշորեն են աշխատում հավաքովի երկաթ հետազգաները մի տեղից մյուսն են տեղափոխում։ Իրանք թափեք ներգենք։ Սիրուն ներգա չէ, ջրակայուն ներգե ու հայկական ներգե։ Ջրակայուն ներկի աշխատանքներից քիչ բան է մնացել։ Շինարարների համար բարդն ու դժվարը լողավազանի օդափոխության եւ ջեռուցման համակարգերի նորոգումն է։ Տարիներով դրանք չեն գործել, ինչի հետևանքն են շենքի պատերի քայքայումը, բարձր խոնավությունը եւ մշտական կաթոցները։ Սարքավորումները չշահագործելու պատճառով են շարքից դուրս եկել։ Օդափոխության այսպիսի համակարգերի շահագործումը բավականին ծախսատար է, գազի եւ էլեկտրաէներգիայի սպառումը մեծ։ Այդ թանկ հաջուկը այսպես է հաշվարկված, եթե 24 ժամ կամ 20 ժամ աշխատի, շատ հսկայական գազի ծախս է, էլեկտրոէներգիայի ծախս է, բայց հիմա որ ամեն ինչը փոխվավ, ջեռուցումը եղավ, կարող է պատահի մենք օրական մի ժամ, կես ժամ կամ երկու օրը 1-2 ժամ միացնենք, արդեն մենք ենք որոշելու էլի, կարող է օդը շատ լավ վիճակում լինի, էլ կարիք չլինի, գոլոշի չունեցանք, էլ կարիք չլինի։ Այն կողմինը տակոտ կփչվի։ Ենիք քաշեգը դուրս կփչի։ Դոնք չեն աշխատել, որովհետև փչացած են եղել։ Մի սարքել են ինչ որ փչացած է։ Բայց դիք աշխատացան են թե չէ, չեմ կռնասը։ Ակնկալում են, որ մեծ ծախսերը նվազագույնի հասցնել կկարողանան, եթե շենքում ջեռուցման համակարգ անցկացվի։ Մարզադպրոցը ջեռուցում չի ունեցել, սա եւս համարում են խոնավության պատճառներից մեկը։ Հիմա տեղադրվում է բոլոր տեղերը պատերի վրա ատապլենի ջեռուցում պետք է լինի, էլի 670 սեկցիա, այսինքն այդ պարերը, որ տունը տնում ենք, այդ մի հատ որ կա, չէ, նայեք, 676 հատ տեղադրվելու է տակացման ջեռուցման սիստեմ։ Քանի դեռ չեն փորձարկել օդափոխության համակարգը, չեն շտապում արդյունավետությունից խոսել, որ այն կփրկի շենքը խոնավությունից։ Առաջիկա ձմեռը լինելու է համակարգերի գործարկման, այսպես ասած, փորձաշրջան։ Իսկ շենքի խոնավությունից փտած ու կոտրված չբացվող պատուհանները ամբողջությամբ հանել են։ Նախատեսված բացվող պատուհաններ չեն տեղադրելու։ Հիմա այլ տարբերակ են ընտրել։ Բացվող փակող դեռ հնարավոր չէ։ Դեռ մենք ուրիշ բան նախատեսենք, որ ծագերով սենդվիչ բանել տալի։ Եվ Երանջունին դեղնի բան, այսպես գլուխոյ մատերիալ ծագոդիկներով բերել։ Շուտ ֆորտը չկա եղնել, էլի որտեղ խաղա էլի։ Ժանգոտված ու փտած երկաթե խողովակներով 600 տոննա ջուր է հասել լողավազան, որն այս դեպքում եղել է կասկածելի որակի եւ ոչ մաքուր։ Մասնագետները հիմա փոխում են ջրատար բոլոր խողովակները, տեղադրվելու է նաեւ նոր պոմպ։ Երկաթից էր կարուբեկը
Երկաթի չի կարելի, բացառվում է, որտեղ երկաթը ժանգոտում է, երբ որ քիմիա օգտագործում ես բասեյնների մեջ։ Բասեյնի միջի խողովակներն էլ փոխ է մինչև այստեղ իշխանող խողովակը երկաթից փոխել է պլաստմասի դարձել։ Համապատասխան ստանդարտ։ Այդ ժանգոտվածությունը ամբողջությամբ գնում էր բասեյն, բոլոր երկաթամասը, որը չի կարելի երեխաներին լողանալ։ Լողավազան լցվող ջուրը կրկնակի ֆիլտրում է անցնելու նաև, ինչը նախկինում չի եղել։ Մեծ ավազանից շինարարները հանել են 5 կերամիկական սալիկները, փոխարենը ջրային մակերեսների համար նախատեսված թաղանթով են պատելու։ Անվտանգության նկատառումներով կտեղադրվեն ջրակայուն չսայթակող սալիկներ։ Պարբերաբար փոփոխվող նախագծով վերանորոգումները շինարարի հաշվարկներով պետք է ավարտված լինի սեպտեմբերին։ Մարինե Դերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմ լրահոսը եւս սպառված է, թարմացված նորություններից սպասեք մեր հաջորդ թողարկումներում։ Քիչ անց եթերում տեսանկյուն հաղորդաշարի հերթական թողարկումն է, տեսանկյան հյուրն է Գյումրիի թիվ 1 ավագ դպրոցի տնօրեն Նաիրա Թադևոսյանը։